խոսել հետևյալի մասին։ Շատ անգամ մենք խոսում ենք անկման, թուլացման խնդիրների վրայով։ Հետաքրքիր է մարդու կյանքի մեջ որտեղից է ծնվում այդ դժվարությունը։ Ինչի համար է մարդը պարտվում։ Չէ՞ որ ամենակալ Աստված մեզ չի ընտրել, որ նորից պարտվենք։ Իրեն ամբողջ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, որ մարդը ժառանգի հավիտենական կյանքը։ Իսկ հավիտենական կյանք ժառանգելու են միայն սուրբերը։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ուղղակի առաջի վիճակը, որ մենք այսօր պարտվում ենք, հետևյալն է, որ անձնավորությունը կապված չէ Աստծո խոսքի հետ, եւ չի հավատում ամբողջ սրտով ամենակալ Տիրոջ խոսքին։ Եղբայրը, որ խոսեց հավատքի մասին, մենք այստեղ եկել ենք հավատալով, որ ինքն է կյանքը, հավատալով, որ ինքն է ստեղծել տիեզերքը, բայց հարցը հետևյալն է, ուղղակի մեկ սա մեծ մասշտաբով է խոսում հավատալ իրեն կարողության, իրեն զորությանը, իրեն աստվածությանը։ Այսօր հարցս հետևյալն է, ամենափոքր վրա եմ ուզում կանգ առնել։ Հավատում ենք, որ Աստված ամեն օր մեզ հետ է։ Եթե ես հավատամ, որ Աստված ամեն օր ինձ հետ է, երբեք չեմ սայտակի, խնդիր չեմ ստեղծի։ Սրտիս մեջ խնդրեմ չեմ ունենա։ Շատ անգամ ես մեջբերում եմ Հռոմեացիս 6:23 համար, որտեղ որ գրված է մեղքի վարձքը մահ է։ Եթե որից մեկին սնունդ տան կամ ինչ որ հեղուկ տան խմելու եւ ասեն մեջը թույն կա, որից մեկ անձնություն չի խմի։ Բայց հետաքրքիր է, եթե ես հավատում եմ մեղքի վարձքը մահ է, ինչի համար է մեղանչում, որն է պատճառը։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկիս, երբ կուզեի խոսել հենց այս մասին։ Քուրես ջան, եղբայրներ ջան, առաջինը նորից եմ ասում, մենք խնդրեմը ունենում ենք, երբ որ կասկածում ենք ամենակալ Տիրոջ խոսքի վրա։ Եվ հիշեք հետևյալ Հակոբոս իրեն թղթերի մեջ հետևյալ կերպ է մեզ ամեն մեկից սովորեցնում։ Թուղթ տար Հակոբու, նայեք ինչ է գրված։ Ամենակալ Աստված Հակոբու շուրթով ինձ եւ քեզ հետևյալն է ասում 6-րդ համարից։ Միայն առաջի գլուխ 6-րդ համար։ Միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծած եւ տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մեկ բան կառնե, երկմիտ մարդ անաստատ իր բոլոր ճանապարհներում։ 7-րդ համարի մեջ գրված է. այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մեկ բան կառնե։ Այսինքն ինչ էլ որ խնդրես, պատասխան չի լինելու։ Աստված պատասխան չի տալու։ Այսինքն երկմիտ, որը կիսով չափ հավատում է կամ երկու միտք ունի, թող Տեր օգնականն է, սա մասին չէ խոսքս, ուղղակի ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին։ Ես կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սրա։ Հռոմեացիս 12-ի 2-րդ համար, երբ որ մենք կարդում ենք, մենք շատ անգամ խոսել ենք այս մասին, եւ ամեն անգամ, երբ որ խոսում է, ուղղակի կուզեի, որպեսզի մենք իրոք ամբողջ սրտով ընդունենք սա։ Քրիստոնյանեն, երբ որ հասնում են, որն է Աստծո կամքը, բոլորը միապենան ասում են Աստծո կամքը, բարին, հաճելին կատարյանը։ Սա այդպես է, բայց ամբողջ նախատեսությունն ասում է, երբ որ դու կերպարանվում ես այս աշխարհի կերպարանքով, դու չես կարող քննել, թե որն է Աստծո կամքը։ Այսօր քո կյանքի մեջ երբ որ խնդրեմ է առաջանում, դու չես կարող տեսնել, որ ամենակալ Աստված թույլ է տվել, որպեսզի քո իրական վիճակը երևա։ Եվ ես շատ անգամ մեջբերում եմ անում Ասապին, 73-րդ Սաղմոսի հեղինակին, եթե ինքը տեսներ, որ այդ ամենը, ինչ որ իրեն կյանքի մեջ կատարվում է, բարի է, ինքը երբեք խնդրեմ չեր ունենա։ Կամ երբ որ մենք նայում ենք Հոբի տառապանքները, վերջում է գրված 5-րդ համարի մեջ 42-րդ գլուխ, որ ասում էր Աստված, ներողություն, 3-րդ համար, Աստված ինձի հրաշալի բաներ կեներ, բայց ես չէի հասկնա։ Եվ այսօր մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք չենք հասկանում Աստծո ձեռագիրը։ Մեր խնդրեմը այստեղից է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սրա համար ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Եսայի մարգարության 55 գլխի 11 համարից կարդում եմ հետևյալ, ինչ ասում Տիրոջ խոսքը։ Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզած եւ հաջողի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։
Աստված իր խոսքը իր որդին ուղարկել է ինչու համար, որ իրեն ուզած իրեն կամքը կատարվի։ Բայց հարց եմ տալիս, որն է իրեն կամքը։ Երբ որ մենք կարդում ենք Հովհան ավետարանի մեջ, բազում անգամ այս համարները շեշտվել եւ ամեն անգամ ասվում է սա։ Խոսքը ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի վրայով է։ Երբ որ մենք կարդում ենք 17-20-ից մինչև 24 համար, միտքը միայն մեկն է։ Կարդում եմ 22-ից։ Եվս այն փառքը, որ ինձ տվի, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ, մենք ենք։ Եվ ես նրանցում եմ, եւ դու ինձ անում, որ կատարյալ լինի մեր միություն, որովհետև աշխարհը կինդանը թե դու ուղարկեցին ինձ եւ սիրեցիր նրանց, ինչպես ինձ սիրեցիր։ Հայր նրանք, որ ինձ տվիր, կամենում են, որ ինչ որտեղ ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որ իմ փառքը տեսնեն, որ տվեցիր ինձ։ Ասո ամբողջ ծրագիրը իմ կոմունիկացիա մեկ բան, որ մարդը ամենակալ Տիրոջ հետ լինի։ Սա ասո հավիտենական ծրագիրն է։ Ուշադրություն դարձեք, եղբայրներ, քույրեր, Ետեմից սկսված մինչև առեսօր մարդ իշքան է մղանչել ամենակալ Տիրոջ դեմ։ Բայց ասո ծրագիրը չի փոխվել։ Եվ այսօր ասո կամքը հետևյալն է, որ ես եւ դու իրեն հետ լինենք հավիտյանս հավիտենից։ Իսկ համար ինքը ամենակալ Աստված տարբեր միջոցներ է ստեղծում։ Նպատակը որն է։ Երբ որ կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձեք Զաքարիայի 13-րդ գլուխ 9-րդ համարի մեջ գրված է. եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ եւ նրանց պիտի զտեմ։ Ամենակալ Աստված այսօր ունի գործունեություն ինձ եւ քեզ հետ։ Ինքը մեզ զտում է, ինքը մեզ մաքրում է, որ ես եւ դու երկինք մտնենք։ Եվ այդ գործունեությունը, որ կատարվում է մեր կյանքի մեջ, մենք ուրիշ սև ենք ակնկալ, նկատում։ Մենք խորում մտածում ենք Աստված մեզ չի սիրում, ինչպես որ Ասապ իրեն կյանքի մեջ այդ խնդիրները որ կար, ինքը ինչ էր ասում։ Քիչ է մնացել ոտքերը ստրվեն։ Այսօր մեր կյանքի մեջ նույն խնդիրն է, եղբայրներ քույրեր, այսօր ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ տանում է այդ վիճակի մեջ։ Նայեք Սաղմոս 2-ն 119-րդ Սաղմոսի 71 համարում ինչ էր ասում։ Լավ է ինձ համար, որ խոնարհվեցա, որ քո հրամանները սովորեմ։ Այսինքն, եթե անձնավորությունը ուզում է ասո հրամանները սովորել, Աստված իրեն պիտի խոնարհեցնի։ Կամ Եսայի մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք 57-ի 15 համարի մեջ գրված է, որովհետև այսպես է ասում բարձրը եւ բարձյալը, հավիտյանականության մեջ բնակվող, որի անունը Սուրբ է։ Ես բնակվում եմ բարձրում Սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողների հետ։ Ամենակալ Աստված այսօր ուզում է, որ ես եւ դու իրեն հետ լինենք։ Իսկ իրեն հետ լինելու բուն գործունեության հիմքում ընկած է մեկ բան, որ մենք կոտրած խոնարհ հոգի ունենանք։ Որ այսօր մենք կարողանանք լսել ամենակալ Տիրոջ խոսքը։ Եթե ոչ մենք երկինք չենք ժառանգելու։ Եղբայրներ քույրեր, ուշադրություն դարձեք Առակաց 17-ի առաջի համարում ինչ ասում Սողոմոն իմաստունը։ Բերում եմ այդ վիճակին։ Լավ է մի չոր պատար խաղությունով, քան թե մի տուն լիքը մորթված ոշխար կռիվով։ Հիմի հարց եմ տալիս։ Որն է լավագույնը։ Մեկ փոքր պատար խաղությունով թե ամբողջ ունեցված, բայց վեճ պրոբլեմ խնդիր։ Մի շատություն դարձեք, Աստված մեզ այս վիճակին է բերում եւ հիշեք Սողոմոնի խնդրվածքը ամենակալ Տիրոջից 30-րդ գլխի մեջ Սողոմոնը Առակաց 30-ի 8 համարում ինչ ասում 8-9 համարում ունան եւ սուտ խոսքերը հեռացու ինձանից աղքատություն կամ հարստություն ինձ մի տար ինձ համար որոշված հացովդ կերակրիր ինձ չլինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ եւ ասեմ ով է Տեր եւ չլինի որ չկավորնամ եւ կողանամ եւ զուր հիշեմ իմ Ասոյ անունը Սողոմոնը ամբողջ փառքի մեջ սա հասկացավ եւ ասեց քո որոշված հացովդ կերակրիր ինձ Հիմա այսօր ամենակալ Աստված իմ եւ քո կյանքի մեջ անում է այն ինչ որ ինքը կամենում է այսինքն իրեն կամքը որ ես եւ դու ժառանգենք հավիտենական կյանքը եւ այդ կյանքը ունենալու համար Աստված գիտե մեր ամեն մեկի հետ աշխատելը այսօր ես պիտի հասկանամ սա եւ պիտի կարողանամ տեսնել Տիրոջ ծերակիրը
Եթե որ իմ կյանքի մեջ կա խնդրեմ, խնդիր, հարց եմ տալիս, ես կարող եմ սա ընդունել ամենակալ Տիրոջ ձեռքերից եւ հավատալ այդպես, որ ամենակալ Աստված սա անում է ի նպաստ ինձ, իմ փրկության համար։ Եբրայեցիս 12-ի 6 համարը բազում անգամ մենք կարդացել ենք։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Տերը իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հետաքրքիր է, Աստված ինչու համար է մեզ ծեծում։ Որն է նպատակը։ Երբ որ դու երեխայիդ հանդիմանում ես կամ բարգանում ես իրեն վրա կամ ծեծում ես, նպատակը ո՞րն է։ Իրեն լավ լինելը, շտկվելը։ Ուղղակի այսօր մենք Աստծո խոսքի հետ կապ չունենք եւ Աստծո կամքը չենք ճանաչում, սրա համար ունենք խնդրեմ։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք Գործք առաքելոցի մեջ, ինքը ամենակալ Աստված Լուկաս ավետարանի միջոցով ինձ եւ քեզ հետեւյալն է սովորեցնում։ Սա գրված է Գործք առաքելոց 22-ի 14 համար։ Մեր հայրերի Աստված առաջուց քեզ ընտրեց։ Ինչու համար ընտրել։ Առաջինը գրված է, որ նրա կամքը ճանաչես։ Երբ որ ես Աստծո կամքը չեմ ճանաչում, ես անպայման կսայթակեմ կամ խնդրեմ կունենամ։ Եղբայրս, քույրս, երբ որ մենք նայում ենք գոյություն ունի 3 կամք. մարդկային կամք, հակառակորդի կամք եւ Աստծո կամք։ Մարդու կամքը բոլորս շատ լավ գիտենք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված ցույց է տալիս այդ վիճակը։ Հիշում եք առաջի Կորինթացիս 15-ի մեջ Տերը խոսում է Քրիստոս հարության մասին, եւ այնտեղ մեջ անում հետեւյալը. Եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է ձեր հավատքը։ Շարունակության մեջ 32-ում գրված է. ուրեմն ուտենք, խմենք, մեկ է վաղը պիտի մեռնենք։ Այսօր մարդու բուն նպատակը այս երկրը լավ ապրելն է։ Մարդու կամքը սա է։ Կամ մարդ ուզում է թե Աստծո հետ լինել, եւ թե երկրը իրենց ուզած կյանքը ապրել։ Սա անհնարին է։ Եթե մենք կարդանք երկրորդ օրինաց գրքի մեջ 30-րդ գլխի մեջ, ինք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն է սովորեցնում. ուշադրություն դարձեք, երկու ճանապարհ է տրված մեր առաջին։ Մենք չենք կարող երկուսի հետ ապրել կամ քայլել։ 10-ին համարի մեջ գրված է. այսօր երկինք եւ երկիր վկա եմ կանչում ձեր վրա, որ կա կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջը դրի։ Կամ կյանքը պետք է ընտրես կամ մահը։ Իսկ կյանքը Քրիստոսը։ Եթե այսօր ես չեմ գնում այդ ճանապարհով, ես ունեմ խնդիր։ Մարդու կամքը հարց եմ տալիս, այսօր մենք ինչ ենք մտածում։ Ամեն մեկս եկեղեցու անդամ ենք։ Առաջի հարցը ինձ եւ քեզ։ Մեր կյանքում ամենաառաջնայինը հոգևորն է թե մարմնավորը։ Եթե հոգևորն է, ինչ չափով ենք հոգևորին ժամանակահատված տրամադրում։ Ամեն մեկս կարող ենք բռնել մեր սխալը, մեր թերությունը։ Այսօր մեր կյանքում ամենաառաջնայինը Աստված թողնել մեծ մասի մեջ մարմնավորն է։ Եղբայրը հիշատակեց 122-րդ Սաղմոսի մեջ գրված է. ես ուրախ եղա, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տուն է երթամ։ Հիմա եթե թագավորը քեզ հրավիրել է հարսանիքի կամ իրեն երեխայի ծնունդին, կգնաս թե չէ։ Կամ որից է մեկի քո սիրելի անձնարության հարսանիքն է կամ ծնունդն է, միջոցառումն է, երբ որ քեզ հրավիրել է, ինչպես ես պատրաստվում։ Եվ ինչպես ես պատրաստվում Տիրոջ տունը գալ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր Աստծո նպատակ հետևյալն է, որ իմ եւ քո կյանքի մեջ բացահայտի մեր իրական վիճակը, պատկերը։ Մենք շատ անգամ, երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, մեր կյանքում առավելագույնն է մարդկային կամքը։ Մարդ այսօր չի ուզում խնդրեմ ունենալ։ Հետաքրքիր է, այս համարը կարդամ, երբևիցե մեկ անգամ ես եւ դու նմանատիպ աղոթք արել ենք, թե չէ։ Խոսքը Դավիթի աղոթքի մասին է 139-րդ Սաղմոս 23-24 համար։ Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ, ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես թե որ չար ճանապարհում լինեմ,
առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհ։ Նման աղոթ մենք առասկանք։ Երբ որ մեր կյանքի մեջ պրոբլեմ է առաջացել, խնդիր, մեր աղոթքը ո՞րն է։ Այսօր ես եւ դու աղոթում ենք, Տեր, այդ պրոբլեմը վերար։ Մենք շատ անգամ խոսում ենք հետևյալի մասին։ Պողոս առաքյալը իրեն թղթերում հետևյալն է հորդորում եւ ասում առաջի Կորինթացիս 11-րդ գլխի առաջի համարի մեջ գրված է. Ինձի նմանվեք, ինչպես ես էլ Պողոսն է ասում, Քրիստոս է։ Ինչով էր նմանվել Պողոս առաքյալը։ Արտաքինով չէ, բնությամբ։ Եվ երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է հետևյալ միտքը, ուշադրություն դարձեք առաջի Պետրոս 2-րդ գլուխ 21 համար, որտեղ դուք հենց այս բանի մեջ կանչվեցաք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ եւ ձեզ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք։ Հիմի փրկության միակ ճանապարհը Քրիստոս է եւ Քրիստոս ճանապարհը որտեղից է սկսում եւ որտեղ է վերջանում։ Սկսում է Մսուրից, վերջանում է Գողգոթա խաչափայտի վրա։ Մի ասո կամքը ես եւ դու երկինք մտնելն է։ Առանց Մսուր, առանց Գողգոթա երկինք չկա։ Հիսուս ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուզում ես Հիսուսի մոտ գնալ, ճանապարհը սա է։ Բայց մարդու կամքը այսօր այս երկրը լավ ապրելն է։ Անհավատ մարդկանց հետ, երբ որ մենք խոսում ենք, անհավատ մարդիկ ինչ են ասում։ Ավելի լավ է, որ ես այստեղ լավ ապրեմ, թեկուզ դժոխք գնամ։ Ինչքան եք լսել ձևի խոսքեր։ Եղբայրներ, քույրեր, մենք այդ ձևի խոսք չենք ասում։ Մենք ասում ենք, ուզում ենք երկինք գնալ, բայց ապրում ենք այդ անհավատ անձնավորությունների պես։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք շտկվենք, հարց եմ տալիս։ Քո մեջ ո՞րն է խնդիրը։ Քո մեջ ո՞րն է ծրագիրը։ Արդյոք դու այսօր ուզում ես, որ քո մեջ Աստծո կամքը լինի։ Մենք ասում ենք, լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես իմ մեջ։ Հիմա իմ եւ քո կյանքի մեջ Աստծո կամքն է։ Աստծո կամքը քո երկինք մտնելն է։ Աստծո կամքը քո մեջ մարդկային բնությունը վերացնելն է։ Աստծո կամքը, որ դու մեռնես եւ քո մեջ Քրիստոս կյանքը բարձրանա։ Հիմա հարց եմ տալիս, համաձայն ենք սրան։ Խոսքով ասում ենք, հա, եւ Աստված իր ծրագիրը, որ սկսում է գործել մեր մեջ, մեր աղոթքը հետեւյալն է, Տեր, սա չենք ուզում։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք կարդում ենք 2 Տիմոթեոս գրքի մեջ 4-րդ գլխի 9-րդ համարում գրված է Պողոս երբ որ Տիմոթեոսին կոչեր անում, ասում էր ինձ մոտ արի, այնտեղ գրված է հետեւյալը. Դեմասը աշխարհը սիրեց թողեց ինձ եւ գնաց Թեսաղոնիկե։ Մի չի գրված որ Դեմասը մերժեց Աստծո գոյությունը։ Դեմասը կամեցավ երկուսը իրար հետ, այսինքն աշխարհը Քրիստոս հետ չաղախել, սա անհնարին է։ Լույսը խավարել չի ցուլվի։ Այսինքն այն ինչ որ աշխարհինն է խավարը, հիմա իմ ցկտումը ո՞րն է, խավարը թե լույսը։ Եթե իմ մեջ լույսն է, փափակս լույսն է, ես Դավիթի պես է դավոտ կենեմ, փորձիր ինձ ով Աստված, քննիր ինձ եւ ճանաչիր իմ սիրտը։ Այսինքն Դավիթը վերևի համարում, եթե շատություն կարդակ գրված է դեր մեկը չծնված քո կյանքի քրկում բոլոր օրերը գրված է։ Այսինքն Դավիթը հետևյալն է փաստում, որ Աստված ամեն բան գիտե։ Այստեղ քննել, փորձել ու նպատակը, որպեսզի Դավիթը ինքը տեսնի իրեն սիրտը, իրեն վիճակը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, Ժողովուրդ 11-ին համարի մեջ գրված է. Թող զվարճանա քո սիրտը, կարդամ այդ տողերը, ուշադրություն դարձեք։ Մենք սրան ենք ցկտում։ Խոսքով ասում ենք մենք սիրում ենք Տիրոջը, համաձայն ենք ամենակալ Տիրոջ խոսքի հետ։ 9-րդ համարը 11-րդ գլուխ ժողովուրդ։ Ուրախացիր երիտասարդ քո մանկությունումը, եւ թող զվարճացնե քեզ քո սրտի երիտասարդության օրումը։ Գնա քո սրտի ճանապարհով, աչքիդ նայվածքով եւ իմացիր, որ սրանից ամենի համար Աստված քեզ դատաստան է բերելու։ Հիմա ուզեմ որպեսի հետ նայենք, Աստված դատաստան է բերում ում,
ովքեր որ այս կյանքին են ցկտում։ Հավատում ենք սրան, թե չէ։ Եթե հավատում ենք, ինչ ենք ապրում այդ կյանքը։ Ինչ եմ ցկտում սրան։ Բազում անգամ սա ասվել է, երբ որ մեր կյանքի մեջ հոգևոր անկում է, խնդրեմը սրա համար ոչ ողբում ենք, ոչ ծոմ ենք պահում, բայց նյութական մարմնավոր խնդիրներ կա, ողբ, ծոմ, աղոտ, ինչի, որն է առաջնայինը։ Պողոս առաքյալի խոսքերը Փիլիպպեցիս 1:21-ում հետևյալն են ասում. ինձ համար կյանքը Քրիստոսը, մեռնելը շատ։ Մարդը հավատում էր Աստծո խոսքին, հավատում էր Աստծո ծրագրին։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Հավատում ենք, որ կա հավիտենական կյանք, ամբողջ սրտով։ Հավատում ենք Աստծո խոսքին, որ երբեք ներքև չի ընկե։ Հավատում ենք, որ Աստված իր խոսքի հետևում է։ Եթե հավատում եմ, Հռոմեացիս 6:23-ը գրված է, մեղքի վարձքը մա է, ինչի եմ մեղանչում։ Որն է պատճառը։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ։ Եղբայրներ, քույրեր։ Երկրորդը հակառակորդի կամք։ Ու նպատակը միայն մեկն է։ Մարդ Աստված հարաբերությունը խզել։ Ծննդոց գրքից է որ մենք կարդում ենք միջև հայտնություն, ամբողջ ծրագիր հիմքում ընկած է մեկ բան՝ մարդուն Աստծուց զատել։ Իսկ երբ է մարդը Աստծուց զատվում։ Երբ որ կասկածում է Աստծո սիրո վրա, երբ որ կասկածում է Աստծո հավատարմության վրա, կասկածում է Աստծո հավիտենական ծրագրի վրա։ Ուշադրություն դարձրեք Քրիստոսի աշակերտներին։ Եկան Քրիստոսի հետ, չգիտեմ, իրանք իշքան բժշկություններ են արել, չի գրված այդ աշակերտների մասին, ընդանուր է գրված, բայց ես հավատում եմ, որ Աստված իրենց իշխանություն տվել էր։ Այդ այսօր մեզ է տրված, առավել իրանց տրված էր։ Վստահ եմ, որ կարող է աղոթել են մեռել նահարություն առը, հիվանդն է բժշկվե, զորությունները տեղի ունեցել։ Բայց երբ որ Հիսուսը խոսած երկնքից իջած կյանքի մասին, ըստ մարդիկ ասեն խիստ է սպանը։ Ուրեմն իրենց նպատակը մեկն էր՝ ժառանգել երկրի ցանկությունները, ունեցվածքը կամ հաճույքները։ Երբ որ Հիսուս ասեց սրա համար չեք, գրված է աշակերտները Հիսուսին թողեցին, այլևս իրեն այդ բան չեն քալես։ Եղբայրներ, քույրեր, մարդու կամք եւ հակառակորդի կամք շատ անգամ իրար հետ նույնն է, գիտեք։ Այսօր մարդը ցկտում է մարմնավորին եւ հակառակորդը ամեն բան անում է, որպեսզի անձնավորությունը մարմնավորին հասնի։ Արծաթասիրությունը չարիքների արմատն է, այդպես է թե չէ։ Այսօր այնպես է անում, որպեսզի մարդը հասնի սրան, որ չարիքի մեջ ընկնի։ Եղբայրներ, քույրեր, ուշադրություն դարձրեք, ուղղակի կուզեմ լուրջ ուշադրություն դարձնենք ամենակալ Տիրոջ խոսքին։ Լինում է պարակա մարդիկ խորը մտածում են հետևյալը, որ այդ ամենը Աստծո կողման է։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, հակառակորդը ամեն բան անում է, ամեն բան, որպեսզի մարդ Աստված հարաբերությունը խզվի։ Շատ շատերը որ ցկտում են հարստության, ինչ վիճակի են հասնում։ Անկում, հոգևոր կյանքի մեջ անկում։ Մարդու կամքը այսօր ցկտում է այդ հարստությանը, եւ հակառակորդը ամեն բան անում է, որպեսզի ինքը հասնի սրան։ Ամեն մարդ չէ, գիտեք որ գումարին կարող է դիմանալ։ Լինում է պարակապ անձնարություն ասում է, եթե ես այդքան գումար ունենա, ես այս բաները կանեի։ Հակառակորդը տալիս է, ոչ թե անում է, հակառակն է անում։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, հակառակորդի նպատակը մարդուն Աստծո խոսքից կտրել, որտեղ ինքը գիտի ամենամեծ զորությունը եւ գործունեությունը, որ կարող է անել քրիստոնյան, Աստծո խոսքն է։ Ուշադրություն դարձրեք, կարծամ մեր բոլորի համար հետեւյալ միտքը։ Աստված շատ բարձ ինձ եւ քեզ ասում է հետեւյալը։ Այսօր դժվարություններն, խնդիրներն ես ինձ եւ կարող եմ հաղթարել, ինչ ձև կարող եմ դեմ տնել։ Կարծամ, լսեք, գրված է Սուրբ Գրքի մեջ։ Հայտնության 3-րդ գլուխ 10 համար, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձյան ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրից վրայի բնակողները։
Ինքը գիտե, որ եթե դու համբերության խոսքը պայել ես, այդ դժվարությանը կդիմանաս եւ կժառանգես հավիտենական կյանք։ Այս համար ինքը ամեն բան անում է, նորից եմ ասում, շատ անգամ մեծ մասը մարդու կամք եւ հակառակորդի կամքը համընկնում է։ Շատ անգամ ամենակալ ասված մեր ոչ թե շատ անգամ խոսքը մարմնավոր վիճակի վրայով է։ Ասված շատ անգամ չէ, ամեն անգամ մարդու ուզածը չի անում, որովհետև մարդու ուզածը հավիտենական տանջանքն է։ Նա մեզ ասում մենք խնդրում ենք, պատասխան չկա։ Թեպետև լինում է պարական խորում մտածում ենք, լավ բան ենք խնդրում։ Լինում է պարական մարդը աղոթում է Տեր ինձի պարգև դու Տեր ողորմություն արա ես երեց եպիսկոպոս չգիտեմ ինչ դառնամ։ Ինչի չի տալիս։ Որովհետև գիտե եթե տվես պրոբլեմ կունենա այդ անձնավորությունը։ Եղբայրներ քույրեր։ Ինքը ամենակալ ասված այսօր կամենում է, որ ես եւ դու ունենանք հաղթություն։ Մի հատ համար պիտի կարդամ, սրա մասին մեկ ուրիշ թեմայով խոսել եմ, բայց պիտի կարդամ Սաղմոսների մեջ գրված հետևյալ միտքը։ Սա սատանայի ամենաբարեհաջող վիճակն է քրիստոնյայի կյանքում։ Սաղմոս 13-ի 2-րդ համարն է։ Միջև երբ պիտի հոգս անեմ իմ անձում, տրտմություն ունենամ օրորով իմ սրտում, միջև երբ պիտի իմ վրա բարձրանա իմ թշնամին։ Երբ է թշնամին բարձրանում մարդու վրա։ Երբ որ մարդը հոգս է անում իր անձում, երբ որ տրտմություն ունում օրով, այս բարենպաստ պայմանն է քրիստոնյայի կյանքում հակառակորդի գործունեության համար։ Այսօր, երբ որ հարցնում ես ինչ ես, եղբայրս կամ քույրս, բոլորի պատասխանը մեկն է՝ փառք Աստծո, բայց փառք Աստծուից հետո գալիս է տրտմիջները։ Աստծո կամքը ո՞րն է։ Մեր սրբությունը։ Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ համարի մեջ գրված է Աստծո կամքը մեր սրբությունն է։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիս 5-18-ի մեջ գրված է ամեն բանի մեջ գոհացեք, չի գրված տրտնջացեք։ Սատանան խորակետ է իմաստուն։ Հազարավոր տարվա փորձնություն ունի։ Միլիարդավոր մարդկանց հետ գործունեություն է ունեցել եւ գիտի մարդ բնությունը։ Եղբայրս, քույրս, նորից եմ ասում, այսօր մեր կյանքում պիտի լինի մեկ բան, որ Աստծո կամքը լինի։ Աստծո կամքը ամեն ինչի մեջ բարին, հաճելին, կատարյալն է։ Եվ նորից եմ ասում հետևյալը, մենք շատ անգամ աղոթում ենք հայրմեր եւ ասում ենք լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Հիմի հարց։ Իմ եւ քո կյանքի մեջ այդպես է թե չէ։ Գուրաչան, եղբայրներ ջան, Աստծո կամքը բոլոր ժամանակահատվածներում բարի է։ Չկա որից է մեկտեղ, որ Աստծո կամքը վատ լինի մարդու հանդեպ։ Թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք գրված Աստված, մարդուն չար բաներով չի փորձում։ Այսինքն, Աստծո բոլոր փորձությունների մեջ չկա մեկ դրվագ, որ մարդը կորսվի։ Աստծո բոլոր փորձությունների հիմքում ընկած է մեկ բան, մարդուն կատարյալ կանգնեցնել իրեն առաջին։ Հիմի հարց այդ փորձությունը ես եւ դու ուզում ենք, թե չէ։ Ո՞րն Աստծո կամքը։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ 10 համար։ Ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ ալավել է։ Այս է իրեն կամքը։ Ուրիշ կամք Աստված չունի։ Եվ այդ կետին հասնելու համար ամենակալ Աստված միջոցներ է ձեռնարկում, որ ես եւ դու ունենանք հավիտենական կյանք։ Հիմի շատություն դարձեք։ Աստված ուզում է, որ մենք իրեն հետ լինենք։ Եվ Եսայի մարգարության մեջ մենք կարդացինք հետևյալ տողեր ուշադրություն դարձեք, կարդում եմ երկու համար Եսայի մարգարությունից։ Առաջինը 59-ի առաջի երկրորդ համարները։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա կանչը չի ծանրացել լսելուց, այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ Աստծո մեջտեղը, եւ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից որ չլսե։ Այս մեկ եւ Հեսուի գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գիշեք, Հեսուն ելավ պատերազմելու, պարտություն կրեց, ընկավ Տիրոջ առաջին, եւ մենք կարդում ենք 7-րդ գլխի մեջ, ամենակալ Տիրոջ խոսքը ուղված Հեսուին, գրված է 12-րդ համարի վերջնամասում, եւ այլևս ես ձեզ հետ չեմ լինի,
եթե դուք նզովքը ձեր միջից բնաճին չանեք։ Մի առաջինը, որպեսզի ես եւ դու Աստծո հետ լինենք, Աստված մեր մեջ այդ նզովքը պիտի բնաճին չանե։ Պիտի մերցնի։ Համաձայն ենք սրան, թե չէ։ Նզովքի մեջ այսօր ամեն մեկ անձնարություն խորում մտածում է վատ վիճակներ։ Մի հատ հարց տամ։ Աքարն ինչ էր արել։ Աստծո խոսքը զանց էր արել։ Աստված պատվիրել էր չվերցնել։ Ինչու համար այդ ոսկեղենը վերցրեց, հարց եմ տալիս ես։ Այդ ոսկու տեղը կաբեր կամ քարից ինչ-որ բաներ կվերցներ։ Ոսկի որպեսզի լավ ապրի, ունեցվածք։ Այսօր մենք ձգտում ենք սրան, Աստված ասում է, եթե նզովքը չանես, ձեզ հետ չեմ լինի։ Կամ շարունակության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը, ուշադրություն դարձեք։ Ես բնակվում եմ բարձրում, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ։ Հիմա որպեսզի ես եւ դու Աստծո հետ լինենք, Աստված մեզ կոտրած խոնար հոգի պիտի ստեղծի։ Հիմա եսը բարձրացել է, Աստված ինչ է անելու։ Ինչ պիտի խոնարհեցնի։ Ինչ կերպ։ Եբրայեցիս 12:6 համարի մեջ գրված է. Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա Աստված ինձի պիտի ծեծե, որպեսզի խոնարհեցնի։ Բայց ծեծի ժամանակ աղոթքս հետևյալն է. Տեր, այս դժվարությունին վրայից վերար։ Երկրորդ Կորինթացիս թղթերի մեջ կարդում ենք Աստծո մարդու վրայով ուշադրություն դարձեք, Աստված այս մարդու հետ յուրովի գործել է։ Խոսքը Պողոս առաքյալի մասին է։ Եվ երբ որ մենք կարդում ենք 12-րդ գլխի 7 համարի մեջ հետաքրքիր միտք է գրված Պողոսն ինչ ասում։ Եվ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնիս խայտոց տրվեցավ ինձ սատանե հրեշտակը, որ ինձ բռնցքով ծեծը։ Հիմա հարց եմ տալիս։ Ով թույլ տվեց, որ սատանան բռնցքով ծեծե Պողոս առաքյալին։ Այսինքն թույլ տալը սխալ է արտահայտությունը։ Ով ստիպեց։ Այս սատանայի նպատակը մեկ է, մարդը հպարտանա։ Այդպես է, թե չէ։ Բայց զարմանալի չէ, որ սատանայի հրեշտակը բռնցքով ծեծում է, որ Պողոս առաքյալը չհպարտանա։ Աստված ստիպեց։ Ինչու համար, որ իր ժառանգությունը, իր զավակը չհպարտանա։ Ինչու համար, որպեսզի ժառանգի հավիտենական կյանքը։ Ինչու համար, որ խոնարհվի։ Բայց այսօր մենք շատ անգամ այսպես չենք։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Ամենակալ Աստված մեզ սիրում է։ Եվ այդ սիրո հետևանքը այդ ծեծն է։ Եթե ես եւ դու Աստծունը չենք, Աստված իրավունք չունի մեզ ծեծելու։ Գրված է, նորից կարդամ այդ տողերը։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի, որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում, բայց եթե առանց խրատի ենք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորտ ենք եւ ոչ որդիկ։ Նաեւ մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով նրանից ամաչում ենք, չէ՞ որ առավել եւս պիտի հնազանդենք հոգիների հորը եւ ապրենք, որտեղ սրանք մի քիչ ժամանակի համար իրենց հաջո երևծածին պես խրատում են, բայց նա օգտի համար, որ նա սրբությունը ընդունենք։ Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակ ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արտարության, խաղաղության պտուղ է վճարում։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանք չէ։ Այսօր ես եւ դու պարտվում ենք կամ խնդիր ունենք, որովհետեւ Աստծո ձեռագիրը չենք հասկանում։ Ես պիտի հասկանամ եւ տեսնեմ։ Եթե տեսնեմ, խնդիր չեմ ունենա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, անցած տարին ակնթարթ անցավ։ Այս տարել, այս ամիսը ակնթարթ անցավ, թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեկ օրով Աստված նորից մեզ մոտեցրեց իրեն գալիսյանը, բայց հարց հետևյալն է. եթե Տերը կա, գլխի կողքը կանգնենք, թե կդիմավորենք եւ իրեն փառավորենք։ Տիրոջով խնդրանք սա։ Այս աշխատի ապրել Աստծո կամքին համաձայն։ Իսկ Աստծո կամքը առաջինը քո սրբությունն է։ Ապրես սուրբ կյանքով։